հաստատ չի կարող։ Բինյան կներեք, դուք այսքան խոսում եք Սամվել Կարապետյան եւ այլն, դուք ունեք օրինակ համակարգման ոլորտ, օրինակ հայ-թուրքական հարաբերություններ, ըստ էության այս ընթացքում որևէ ձեռքբերում արձանագրում չունեք, որ գայի կանգնեիք հայ լրագրողների դիմաց ուղիղ եթերում ձեր ձեռքբերումներից խոսեիք, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերից մեկին 10-15 րոպե անդրադառնալ։ Բայց դուք եք հարց տալիս ընդդիմադիր ուժերից մեկի մասին, հարց մի տվեք չանդրադառնալ։ Հիմա հարց եմ տալիս հայ-թուրքական հարաբերությունների մասին, ինչ ձեռքբերումներ ունեք, երրորդ երկրի քաղաքացիների համար ինչ եղավ այդ որոշումը, սահմանները երբ կբացվեն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արվել են արդեն իսկ, եկե հիշեք, եւ որ ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջեւ, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Կհիշեք նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն անի պատմական կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ է, ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիք արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը, լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով հնդակը մեր դաշտում չէ։ Դե խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա եւ մենք ոչ ոք նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի։ Չեմ կարծում։ Պարոն Ռուբինյան, ամենայն դեպս դա տրամաբանական չէր լինի։ Դուք Անտալիա մեկնելու եք Եսենյան։ Ես Անտալիա չեմ մեկնելու։ արտգործնախարարը Դե ասեցի էլի արտգործնախարարությունը կայտարել է։ Դե հա, բայց ո ամեն անգամ չեմ վերաբերում է։ Ոչ, ոչ։ Ինչն է պատճառը։ Խաղոնը իսկապես նեղացել եք։ Սիրելի գործընկերներ, ես ձեր տարբեր տեսակ ձևակերպած նույն հարցին պատասխանելու եմ, բայց ես բացարձակ տենց բան չասեցի։ Դե հիմա բայց դուք ձեր ենթադրությունները հազար ձև կարող եք ձևակերպել։ Ես ձեզ ասացի, Անտալիայի դիվանագիտական ֆորումին կլինի ներկայություն, կիմանաք ինչ մակարդակով, ոնց եւ երբ։ Պարոն Ռուբինյան, ապրիլի 24-ին կառավարական պատվիրակություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու է, թե ոչ։ Բայց ամեն տարի այցելում է, ենթադրում եմ այս տարի։ Ինչա փոխվում։ Դե այն, որ այլևս ցեղասպանությունը արտաքին քաղաքականության հարցում առաջնահերթություն չէ։ Ցեղասպանությունը չէ, ցեղասպանությունի միջազգային ճանաչումը։ Ինչ որ մեկը կառավարությունից այլ բան ասել է։ Դրա շրջանակում եթե առաջնահերթություն չէ։ Իսկ դուք գնալու եք Ծիծեռնակաբերդ։ Ես ամեն տարի այցելում եմ։ Հա, շատ լավ, ես չէ։ Չէ, ես նկատում եմ ի պաշտոն է, չէ, ի Ես էլ պաշտոն ի պաշտոն է ամեն տարի այցելում եմ բացառությամբ այն տարիներին, երբ որ արտերկրում եմ լինում, գործողման մեջ։ Ոչ մի բան չի փոխվել, կլինի այց։ Բայց ինչի՞ պիտի չլինի։ Այսինքն դուք այնքան եք այդ դուք չէ էլի անձամբ նկատում ես ձեր լրագրողական դաշտը այնքան այս փուչիկը փչել ուրացում որ հիմա դուք սկսել եք ինքը ներողություն հա որովհետև բոլորի գործունեության բանն է այնքան եք փչել ես ուրացում ես իմ ինչ դավաճան էս ինչ որ ինքներդ սկսել եք այդ աբսուրդներին հավատալ հա Զուտ որ այլևս առաջնահերթություն չի դրա համար Սիրելի Նարեկ, ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև առաջնահերթություն չի եղել մինչև 98 թվականը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Բայց դա չի նշանակում մի բան է, երբ որ դու մի բան դնում ես քո թոփ առաջնահերթություն որպես միջազգային քաղաքականության մաս։ Մեկ այլ բան է քո հիշատակի օրը։ Չի մասն է խոսքը։ Հստակեցնում եմ, ինչու եք վրդովվում։ Դե որ լսեք հասկանայիք էլի։ Քանի որ հրապարակվել են քաղաքական հիմնական ուժերի մասնավորապես ընդդիմադիր եռյակի, այսպես ասենք, դրական ցուցակները, աչքի անցկացրել եք վստահ եմ այդ ցուցակները, ձեր գնահատականը ինչպես է ստացվում, որ երկրորդ նախագահի շնորհիվները հաջողությամբ հանգրվանում են օրինակ Բարգավաճ Հայաստանում կամ Ուժեղ Հայաստանում։ Սա ինչի մասին է։ Դե տեսեք, շատ հանուր քաղաքական շահի մասին է խոսում, թե քաղաքական դաշտը ամլացել է, տեխնոլոգիաներ չկա։ Դե տեսեք, շատ հատկանշական է, որ փաստորեն կա երրագլուխ պատերազմի կուսակցությունը ըստ էության
որոնք են, այսինքն Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը, Սամվել Կարապետյանը դե չի ղեկավարում, որովհետև գլխավոր, այսպես ասենք, ավանգարդում այդ երեք ուժերն են գտնվում։ Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը, Ծառուկյանի գլխավորած ուժը եւ Քոչարյանի գլխավորած ուժը։ Մի վարքան, էլի, մի վարքան։ Հիմա ինչ հետաքրքիր իրավիճակա ստեղծվում։ Քոչարյանի գլխավորած ուժի առաջին համարն է Քոչարյանը եւ վարչապետի տեխնացուն է Քոչարյանը։ Ծառուկյանի գլխավորած ուժի առաջին համարն է Ծառուկյանը, բայց վարչապետի տեխնացուն Ծառուկյանը չէ եւ բացառիկ know-how համաշխարհային քաղաքականության մեջ։ Իրենց վարչապետի տեխնացուն գախնի է, այսինքն Ծառուկյանը ասում է իմ վարչապետի տեխնացուն գախնի է, բայց օրենքը էլի չի արգելում, բայց նկատի ունեմ, ֆիքսենք էլի, որ առաջին անգամ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված